Անգամ տրամադրություն չունենք։ Տիկին Լունյան եկել է շուկա մի քանի բան առնի։ Ասում է ամանորը ճոխ դիմավորելու ոչ սիրտ ունի, ոչ տրամադրություն։ Ինչ կա հազիվ գոյություն պահելա ծախսի համար որտեղից։ Ունեորեն կարում են, բայց որ չունես որտեղից։ Ինչքան գալիս է ձեռներս օրվա անում ենք ազիջան, չգիտեմ հիմա։ Նայած ընտանիք, նայած առնել, նայած չափ։ Կարող է մեկի համար 100,000 գնա, մեկի համար 1 միլիոն։ Գնորդներից բացի դժգոհ են նաև շուկայի առևտրականները։ Ասում են ամեն տարի իրար հերթ չէին տալիս քաղաքացիները, իսկ այս տարի ընդեղենը, չրեղենը, միրգ բանջարեղենը լրացնելու կարիք էլ չի լինում։ Ասենք այս օր ամսի 22-ն է, բայց նոր տարվա շունչ չկա։ Հələ որ հարցում են, հարցնում գնում են։ Կամ էլ առնում են ընդամենը 2 կիլոգրամ մանդարին, կամ կիլո կես։ Հիմա առաջվա անա չի, որ ասենք մարդիկ արկղներով տանեն։ Իրենք ամեն ինչն էլ մատչելի են վաճառում, բայց մարդիկ նախընտրում են սուպերմարկետներում անել տոնական առևտուրը, հետո էլ բողոքում այնտեղի բարձր գներից, զարմանում են շուկայի առևտրականները։ Հայցունով չեն արում, այդ մենսիտիներ չեք հայցունով արում են, բան չեն հասկանում, ավելի էժան չի մատչելի շուկան, քան սեսիտիները։ Մեծամասնությունը օգտվում են խանութներից։ Շուկաներից օգտվող մարդկանց մեծ մասի համար էլ թանկ է նույնիսկ այնտեղի ապրանքը։ Հələ որ փող չունենք, շատ հայում ենք, շատ քիչ, շատ քիչ։ Օրինակ ձուն է թանկացել, անցած տարվա համար մեր մոտ շատ է թանկացել ձուն։ Ասենք 75-80 դրամից պակաս չկա։ Մասեղենն էլ է թանկացել, բանջարեղենը, միրգը նույնն է գրեթե չի փոխվել։ Թոշակառու մարդ եմ։ Ինչքան պիտի 36,000, ինչքան պիտի առևտուր անեմ ես։ 36,000 ինչ պիտի անեմ։ Էսի ապրել չի։ Սա ահավոր բան է։ Տոնական սեղանի համար ամենակիչը 100,000 դրամ են ծախսում քաղաքացիները, իսկ երբ գնումների մեջ ավելանում են նաև տոնածառն ու տոնական լույսերը, 300,000-ն էլ քիչ է։ Չէ, 100,000 շատ քիչ է, ճիշտն ասած, մինիմումը 300 գնում է, մինիմումը։ Հələ չհաշված, ասենք որ երեխեքին է մի բան առնես կողքից ուրախացնես այդ կարգի։ Ամեն ինչ հենց երեխաների համար էլ անում են, ուզում են, որ նրանք երբեք չկորցնեն հավատը։ Հանուն երեխաների, հանուն թորնիկների, ամեն ինչն էլ երեխաների թորնիկների համար է։ Ինչ երեխաները հասկանում են, որ նոր տարի է, ուրախանում են։ Իսկ մեծերի համար նոր տարին հիշողությունների տոն է դարձել։ Այսօրվա Երևանում փնտրում, բայց չեն գտնում ամանորի տրամադրությունը։ Տրամադրություն չունեն, այս պատերազմն բանաբար դեն ցեղասաղի սիրտը նեղված է։ Ում հարցում են դե իլքոր անսում եմ էլի։ Այս է որ անցած տարիներ հիշում եմ մենք կոմունիզմի ժամանակով ուրախանում ենք, որ նոր տարի գա, թռնվարում ենք, վազվզում ենք, շուտ նոր տոնածառ ենք տնը, որ ուրախանանք, հիմա սովորական էլի։ Ավելի հետաքրքիր առաջներում, հիմա այդքան հետաքրքրություն չկա, բայց դելի անում ենք բարեկամներով, հարազատներով։ Մեծ թե փոքր բոլորն էլ ուզում են հավատալ, գոնե ամանորին լինում են հրաշքներ։ Երջանիկ դիմավորենք կարևորը ուրախ սրտով, մտածելով, որ հաստատ մյուս տարի ավելի լավ է լինի։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։